Պարոն Զանոյան, նախ Ռուբենի մասին եւ արդյոք բավարար աշխատանք այսօր տարվում է Հայաստանի իշխանությունների կողմից, կառավարության կողմից Ռուբենի եւ մյուս մեր ռազմագերիների հետ վերաբերյալ։ Ոչ մյուս գերիները pedagogan օրագարկի վրա չեն։ Մենք խաղաղության պայմանագիր ենք բանակցում Ադրբեջանի հետ, բայց այդ բանակցություններու մեջ օրագարկի վրա գերիները չկան։ Ամենից որ ես չեմ գիտեր ինչ տեսակ աշխատանք կարելի է դանել, երբ որ արիտներ կային եւ կան մինչեւ այսօր եւ չեն օգտագործում մարտության։ Ինչու՞ ձեզ։ Իրենց չի դակրում։ Ինչ պատճառներով ես չեմ գիտեր ճիշտ պատճառները, իրենց ստարտապատճառները, բայց իրենց համար այսօր ամենակարևորը ամեն գնով խաղաղության պայմանագիրը ստորագրելն է, որտեղ որոշ չափով ադի կարևոր է իրենց համար իրենց քաղաքական դիրքորոշումը, դիրքը ուժեղացնելը։ Իրատեսական օրագարկ։ Տեսեք, ես անցամ, որ միայն Հայաստանի համար չի այս խոսքը, որևէ երկրի մեջ խաղաղություն չի կարելի ապահովել միայն պայմանագիրը ստորագրելով, չէ բադահաց մարդկային պատմության մեջ։ Ոչ ալ կարելի է անվտանգություն ապահովել խաղաղության միջոցով։ Եթե երկիրը իր անվտանգությունը արդեն ապահոված է իր բնական իր ուժերով, այն ադեն կարելի է խաղաղություն ունենալ։ Այսինքն անվտանգությունը խաղաղություն ապահովե, խաղաղությունը անվտանգություն չապահովե։ Որպես գործիչներ ցանկանայի անդրադառնայիք այսօր իշխանությունների կողմից նաև Սփյուռքի հանդեպ վարվող քաղաքացիանը իդեպ թիրախում է, այսպես ասած, ոչ միայն Սփյուռքն է, այսօր տեսանք Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ շարունակվող է հակաքարոզի պիկներ Փաշինյանի կողմից եւ նրա կողմից սատելիտների։ Ինչու է այսպես պատերազմ մղվում արժեքների, ինստիտուտների դեմ, որոնք կարողանում են բարձրացնել ազգի իմունիտետը։ Տեսեք, այս կառավարության նպատակ կամ գաղափարախոսությունները մեկը այն է, որ պետությունը առանց ամբողջական ազգին, առանց Սփյուռքը, առանց 29743 կիլոմետրից դուրս ինչ որ գա, ազգերության չի դարձել։ Իրենք այս համոզում ունեն, որ պետությունը նախ եւ առաջ միջազգայինորեն ճանաչված սահմաններն են, այս սահմաններից դուրս ինչ որ գա մեր գործը չէ, պատմական Հայաստանը մեր գործը չէ, մեր արժեքները, կադերը, մեր բանջները եւ այլն մեր գործը չեն, որովհետեւ իմ ամենակլխավոր նպատակը այս եղածը պաշտպանելն է։ Ասի որոշ չափով ինքնախապեյություն է, եթե ինձ հարցնեք, բայց իրենք այդպես են եւ բացառական չեն, այսինքն այս երկրի եղած երկիրը, եղած հայրենիքը սիրելը եւ այս սահմաններից դուրս եղած հայրենիքը սիրելը իրար չեն բացառել։ Բացարձակապես իրար չեն բացառել, ընդհանրապես իրար կամ մրաբնտեն եւ իրար կամ փոխացնեն։ Ամենից որ այստեղ դրամապանության մեջ մի լուրջ բաց կա, որ եթե մեկը սիրես, ուրեմն մյուսը պետք չէ սիրես։ Ես չեմ հասկանում ինչպես Բաքվի պանտում ավելի ազատություն ունենա, քան այստեղ ազատ մարդ Ռուբենը իմ ճանչած Ռուբենը, որ շատ մոդեն ճանչնա, համարյա չէ փոխված, այդ ուղերձներու մեջ ամեն մի միտք որ գա, ամեն մի հայտարարություն որ գա, արդեն մենք առանցին ինքը չփանդարգված մենք քննարկել ենք օրերով, ամիսներով, տարիներով քննարկել ենք։ Այսինքն ես այդ նորություն չեմ տեսնել։ Այդ բոլորը կարող է որ բանդից ուղերձով արգած է, բայց բանդի մեջ մտահղացումներ չեն անում։ Բանդի հետ կապ չունին այդ իմաստով, որ այնտեղից բանդն է իրեն այդ խոսքերը ասելու։ Ամենից որ Ռուբենը ես ադուղերձների մեջ որ գարտացի, իմ կիցած Ռուբենս է ճիշտ,
չէ փոխված, հակառակ որ 2 տարի ատտաժան պայմանների տակ ապրած է, չէ փոխված, չէ թույլ տված, որ իր մտքին հետ խաղան, եթե այդ ադսել գուզեք, այո, այդ գողմանե ինքը չէ արդոնած, որ բանդը իր վրա որևէ ասացություն ունենա մդային, իր հոգեկան եւ մդային բանի վրա, եւ ինքը բաց կսել։ Ես ուրախ եմ, հաշտ եմ ինձ հետ, գիտակցաբար արել եմ ասորոշումը եւ գիտեմ ինչու շարունակում եմ։